Ողջույն բոլորին, այս տեսանյութում կնայենք լուսնի միացումները հունվարի 26-ի համար, բայց մինչ այդ մեկ-երկու բաներ ասեմ, հենց լուսնային 9-րդ օրվա վերաբերյալ որոշ նշաններ, որոնք որ երբ որ զգաք, ապա դա ինչ է նշանակում այդ օրը, հենց լուսնային 9-րդ օրվա վերաբերյալ է սա։ Պետք է նշեմ, որ այդ օրը բավականին լարված միացումներ ունենք, որը սկսվել է ամսի 25-ից եւ ինքը նշեցի երեք, որ դեռ շարունակվելու է մինչեւ 26-ը, այնպես որ դեռ այդ լարվածությունը ամբողջությամբ ինչը որ երեք եմ ասել, կարող եք լսել, որ նույնը չկրկնեմ, այդ ամբողջը նաեւ կա հունվարի 26-ին։ Եվ այդ օրը եթե կակտուսը ծաղկի, ապա դա շատ լավ նշան է։ Եթե կրծքավանդակում ճնշման զգացում եք ունենում, ապա դա նշան է, որ կուտակվել են բազմաթիվ խնդիրներ եւ այդ խնդիրներից պետք է ուղղակի ազատվել։ Ովքեր որ սրտի հետ կապված խնդիրներ ունեն, ապա այսօր պետք է ձեզ ավելի հանգիստ պահեք, որովհետեւ կարող են ավելի շատ սրվել։ Բացի դա էլ բավականին շատ լարված միացումներ կան եւ դա եւս կարող է խոչընդոտ հանդիսանալ։ Դա մա լավ կլինի ուղղակի այսօր հանգստություն պահպանել, դա ընդհանրապես բոլորին է վերաբերվում։ Այսօր նաեւ կարող են սրվել ֆոբիաները, նաեւ շատ մարդիկ, ովքեր որ ավելի թույլ են իրենց բնավորությամբ, ճնշված են, ապա սա նաեւ ինքնասպանության օրեր են համարվում։ Դրա համար եթե ձեր կողքի անձնավորությունը բավականին ճնշված է, զգում եք, որ շատ է ճնշված եւ կարող է ինչ-որ մի բան իրեն թույլ տալ, ապա պետք է իր մոտ լինեք եւ իրեն ուշադրություն դարձնեք։ Այսօր բացարձակապես մեդիտացիա խորհուրդ չի տրվում, ովքեր որ սիրում են գնալ կամ անել նման բաներ, ապա խորհուրդ չի տրվում։ Այսօր օձ չի կարելի պահել իրենց մոտ, օձի վզնոց չի կարելի կախել, որովհետեւ կարող եք սև, չար մի բան քաշել դեպի ձեզ։ Ովքեր աշխատում են, հատկապես այն մարդիկ, ովքեր որ դեռ նոր են սկսել աշխատել կամ նոր են ինչ-որ մի ստեղծագործությամբ զբաղվում ձեռքի շնորհով, ապա այսօր կավելանա ձեր փորձը եւ բացի դա էլ կունենաք նյութական շահույթ։ Եվ այսօր այդքան էլ շատ մի նայեք ձեզ հայելու մեջ։ Դե հատկապես ընդհանրապես ուրիշների հայելու մեջ, որովհետեւ դա շատ չարություն է պարունակում իր մեջ։ Եթե հայլուց երկու բառ խոսամ, եթե ձեր տանը այնպիսի մարդիկ են մտնում, ովքեր որ ձեզ չեն սիրում, եւ եթե երբ որ գնում են հայլու մոտ կանգնում, օրինակ բաղնիքում եւ այլն, եւ հայլուն նայելով անգամ ձեր մասին վատ են արտահայտվում, հենց այդ պահին իրենց նախանձը նաեւ պատմում են հայլուն, երբ որ դուք նայեք եւս այդ հայլու մեջ, ապա այդ նախանձը վերադառնում է դեպի ձեզ։ Դրա համար լավ կլինի, եթե զգում եք նման մարդիկ են եկել ձեր տուն, հետո աղով մաքրեք հայլին։ Ընդհանրապես եւս էլի շատ բաներ կան, որոնք որ պետք է մաքրել այդ հայլին, եթե հատկապես իրոք ձեզ վատ բան կարող է ցանկացած լինեն, բարկացած ժամանակ, մենք շատ ենք տեսնում, թեկուզ ֆիլմերում, թեկուզ ինչ-որ միտեղ, որ հայլուն նայելուց բարկացած են ինչ-որ մեկի վրա եւ խոսում են այդ մասին, եւ դա հենց ամենչապես անդրադառնում է ձեզ վրա։ Դրան պետք է շատ ուշադիր լինեք եւ ուղղակի ամենաթեթև միջոցը աղով մաքրելն է։ Պարզապես այս դեպքում պետք է օգտագործեք խոշոր աղ, բայց թողեք մի փոքր տաք ջրի մեջ ինքը հալի նոր, որովհետեւ արդեն գիտեք հայլին կվնասի։ Մի փոքր այդպես աղաջրով թողեք հայլին, թողեք թող մնա, հետո հետևից մաքրեք, չորացրեք, նորմալ սկսեք օգտագործել։ Եվ ընդհանրապես, եթե գնում եք նոր բնակարան, նոր տուն, դուք չգիտեք այնտեղ ինչ է կատարվել այդ հայլում, բացարձակապես ոչ ոք ոչինչ չգիտի եւ դրա համար մտնում եք, ամենչապես հայլին մաքրեք, հետո նոր մնացած տան ինչը որ կա, ինչ որ պետք է մաքրեք։ Եվ քանի որ սա տեղադրվելու է հունվարի 25-ին, ապա այդ օրը կոչվում է Տատյանայի օր, ովքեր որ Ռուսաստանում են ապրում, իրենք շատ լավ գիտեն, այնտեղ նշվում է այս օրը։ Եվ ընդհանրապես նշանակում է, որ թռչունները ավելի շուտ կժամանեն եւ նաեւ այս օրը բոլոր տատյանաների ծնված օրն է, իրենց անվանակոչության օրն է։ Այնտեղ Տանյա, թե ինչպես է ընդհանրապես կոչվում։ Հայաստանում էլ կան նման անունով մարդիկ, իհարկե հայ։ Ընդհանրապես կոչվում է սա ուսանողների օր,
Մոսկվայում է դա տեղադրվել, հա, առաջին համալսարանն է տեղադրվել այդ օրը, որ ուսանողները սովորեն։ Դրա համար այդպես կոչվել է ուսանողների օր։ Միգուցե նաև Հայաստանում էլ, հա, ինչ որ պետք է ուսանողներին մեծարել, իհարկե ովքեր որ սովորում են, դա հիանալի բան է եւ տարիքային տարբերություն չկա սովորելու մեջ, ես էլ էլի նորից գնալու եմ սովորելու։ Շատ լավ բան է, մարդը որքան ապրում է, այնքան պետք է սովորի, յուրաքանչյուր գիտելիք ձեռք բերի, յուրաքանչյուր ոլորտ պետք է հասկանա, որ թեմա ունենա ինչ-որ մեկի հետ խոսելու համար, զրույցը շարունակելու համար եւ հա յուրաքանչյուր մարդու հետ կարող ես խոսել այն թեմայով, ինչը որ ինքն է նախընտրում։ Ոչ թե քեզ համար ձանձրալի կլինի։ Դե համար հենց այդ օրը համարվում է իրոք, բայց ամսի 26-ի մենք չունենք ոչ մի այդպես ավանդական որևիցե օր, այնպես որ նշելու որևիցե ոչինչ չկա։ Եվ հունվարի 25-ին բացի Տատյանաների օրը նաև համարվում է Պետրոսների օրը, այնպես որ նաև շնորհավոր իրենց օրն է, կարող եք ինչ-որ մի քաղցրավենիք հյուրասիրել իրենց։ Եվ առասարակ գոյություն ունեն նաև ջրհոսի անուններ, ձկների անուններ, ես կտեղադրեմ որոշ անուններ Facebook-ում, կարող եք նայել, եթե ծնվում են ջրհոսնշանում, ապա կարող եք իրենց անունները այդպես կոչել, եւ տղաների համար եւ աղջիկների համար։ Եթե իհարկե ձեզ դուր կգան այդ անունները։ Եվ ընդհանրապես այսօրվա ծնվածների եւ ջրհոսների համար քարերը դրանք սաֆիրն են եւ օբսիդիանը։ Կարող եք վերցնել կապույտ սաֆիր ձեզ մոտ։ Նաեւ դե կարող եք վերցնել նարնջագույն, դեղին, վարդագույն եւ կանաչ։ Բայց ընդհանուր առմամբ ջրհոսինը դա կապույտն է, ջրի գույնն է։ Եվ ովքեր որ ծնվել են ջրհոս նշանի ներքո, ապա երբ որ դուք կգնեք այդ քարը, ժամանակ է հարկավոր, որպեսզի նա սովորի ձեզ, հետո նոր ձեզ համար հրաշքներ գործի։ Իսկ սաֆիրը պետք է պատված լինի արծաթով կամ պլատինով, ոչ թե ոսկեով։ Եվ երբ որ քարը կգնեք ձեզ համար, դուք կարող եք պատվիրել նաև AliExpress-ում, ոչ մեկից մի գնեք, իրենց էներգիաների հետ գործ չունեք, ոչ ոքի պատրաստած թալիսմանները մի գնեք, որովհետև դրանք իրենց էներգիան է, դրանք ձեր էներգիան չէ եւ կարող են սխալ ակտիվացնել։ Դուք ինքներդ գնում եք, պատվիրում եք AliExpress-ից, մեկ այլ կայքից, մատչելի գնով 500 դրամով բնական քար վերցնում եք, պահում եք ձեր ձեռքի մեջ, ձեր ափի մեջ, միգուցե պետք է միայն սափիր գնեք, օրինակ մի քանի հատ այդպես յուրաքանչյուր քար վերցրեք ձեր ձեռքը, պահեք ձեր ձեռքի մեջ եւ հասկացեք, ինչ որ բան է ասում ձեզ այդ քարը, քաշում է ձեզ այդ քարը, թե ոչ։ Նոր հետո հենց այդ քարը միայն պահեք ձեզ մոտ, եթե ցանկանաք, կարող եք տանել արծաթագործի մոտ, թող ինքը կողքերը արծաթով, հա, այդպես ինչ որ վզնոց պատրաստի ձեզ համար, հա, ինչ որ կուլոն։ Եթե ոչ, ապա դա միայն ընդամենը պահեք ձեզ մոտ։ Տղամարդկանց համար եւս հիանալի է ջրհոս տղամարդկանց համար, որովհետեւ իրենք կկարողանան ավարտել բոլոր նախագծերը, հասնել իրենց արդյունքի են ինչ որ իրանք են ուզում, ինչպես որ իրանք են ուզում։ Այնպես որ եւս կարող է նաեւ մրցակցության մեջ է դա օգնում տղամարդկանց։ Այնպես որ պահելով դա ձեր ձեռքի մեջ կհասկանաք այդ քարը հա քարերից որն է ձերը եւ դա պահեք ընդամենը ձեզ մոտ։ Էլի եմ շեշտում, ոչ ոքից, ոչ մի թալիսման, ոչ մի ես ձեզ բավականին վաղուց եմ դա ասել, որ չի կարելի գնել, որովհետեւ մենք չունենք այնպեսի մասնագետով, որ իդեալական ակտիվացնի դա, ինչքան էլ որ մարդիկ իրենց մասնագետի տեղ են դնում, միևնույնն է իրենք այդքան ուժ չունեն մեր հայերը, որպեսզի կարողանան նման գործողություններ անել։ Մեր գեների մեջ չկա, հա, այդ ուժը, դրա համար հայերը չեն կարողանում, իրենք կասեն, հա, ակտիվացրել ենք, բայց ոչ, դուք ինքներդ ձեզանով պետք է դա անեք։ Դե սա այն մարդկանց համար եմ ասում, ովքեր որ մշտապես ինձ դիմում են իրենց քարերի եւ թալիսմանների համար։ Ինձ բավականին շատ եք դիմում, դրա համար ես խոսում եմ այս մասին, թե չէ ես բացարձակ չի խոսի։ Այսքանը Եվ ուզում եմ եւս շեշտել, որ երեկվա միացումներն են, ես ոչինչ չունեմ ավելացնելու, եւ հենց երեկ էլ, հա, արդեն իսկ լարված էր եւ այսօր եւս լարված կարող է լինել։ Համար պահպանեք հանգստություն եւ վերջ հանգիստ ապրեք այսօրը։ Այսքանը լավ եղեք։